Տիկին Ծառուկյան Վահագն Աբգայանի գործով դատական նիստին հարց բարձրացվեց միակ վկա Արթուր Մնացականյանի թեմայով, որը փաստորեն նաև այլ դատական նիստի ժամանակ առնչությամբ Վահագն Աբգարյանի ցուցմունքներ է տվել եւ Վահագն Աբգարյանը այս դատական նիստին ասաց, որ այլևս հնարավոր չէ, նրան այս դատական գործով հրավիրել, որովհետեւ խնդիրներ են առաջանալու։ Սրա հետ կապված ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ ինչու է Արթուր Մնացականյանը արդեն վկայի կարգավիճակից փաստորեն ըստ բնորոշումների դուրս գալիս։ Չէ, ոչ թե հարցը վերաբերվում էր, որ այլևս միտեղ հարցաքննվել է, չի կարող ստգալ, այլ վերաբերվում էր նրան, որ արդեն հարցաքննվել է։ Եթե այն մյուս կողմն ասում է, որ Վահագն Աբգարյանը օգտագործելով իր հեղինակությունը որպես ալավերցի Վահագ վկայի վրա նախկինում իբր թե ճնշումներ է գործադրել, մենք այսօր հասկացանք, որ նման բան երբեք չի եղել։ Երկրորդը, եթե այս նույն դատարանում նույն վկան հարցաքննվում է, այդ պարագայում փաստ է, կարայինք այնպես անեինք, որ մինչև ստե չհասներ։ Այս գործը բոլորս հասկանում ենք, չէ՞ ինչի մասին է։ Լրատվականներ եկա, որ քրեական հեղինակություն են վերագրում, ինչի կապակցությամբ հորդորում են, որ որոշ լրատվականներ ավարտեն այդ խոսույթը, որովհետև խախտում են անմեղության կանխավարկած։ Հատկապես որ ազգային ժողովում քրեական հեղինակությունների անազգանուններն էին, չէ՞, պահանջում 1 օր առաջ։ Ուստի, եթե մենք ուզենայինք, որ Արթուր Մնացականյանը չհարցաքննվի, 2 անգամ արդեն դատարանում կանչվել է, մենք այնպես կանեինք, որ չէր գա, չէր հարցաքննվի։ Այսինքն այդ միֆը ավարտել ենք։ Դրա համար հիմա Վահագն Աբգարյանն ինչ է ասում է խնդիր ունեմ միայն նրա հետ, որ մարտավարական առումով մենք ունենք հակափաստարկներ, բայց այդ հակափաստարկները ես չեմ կարա հիմա բարձրաձայնել, որտեղ ինքը մեկ այլ գործով հարցաքննվում է նույն առարկայի շուրջ, չլինելով որպես վկա, ըստ քննիչի։ Այսինքն այս ոնց են ասում, շահագրգիռ անձանց կողմից սարքած գործը Վահագն Հարությունյանի, ինչը պնդում ենք, որովհետև եղել է համապատասխան հայհոյանքներ եւ այլն, դրանից հետո այս գործը սկսել է սենց դեպի Վահագն Աբգարյանը գնալ։ Հենց փաստում է նրանով, որ Արթուր Մնացականյանը տվել է այնպիսի ցուցմունքներ մեղադրյալ լինելու կարգավիճակով, որը հետագայում արդարացվել է։ Այս պարագայում ոնց եք բերում հարցաքննում։ Այսինքն մի կողմից ասում է ես տեղյակ չեմ եղել ոչ մի բանից, բայց մի կողմից ասում է պատվիրատուն Վահագնն է։ Ես մեջտեղը Վլադիմիրի ու Վահագի կանգնած չեմ եղել, բայց ես գիտեմ ինքն է պատվիրել։ Ընկեր ջան, կողմնորոշվի էլի, կամ դու տեսել ես ու դու սպանության պատվերի օժանդակող ես, կամ հանցավոր համագործակցության խմբի անդամ ես, այն էլ ցածր կարգի աստիճանագրությամբ։ Կամ դու վկա ես, որը ոչ մի բանից տեղյակ չի ու քո վերաբերել արդարացման դատական ակտ են կայացրել, ինքը պետք է կողմնորոշվի։ Այս դրա մասին էր Վահագն Աբգարյանը հնչեցնում։ Լուսինե Սահակյանի միջնորդության մասին էր խոսում, որ Արթուր Մնացականյանին ըստ էության ուղղորդում է, հա, Լուսինե Սահակյանը։ Եկեք, քանի որ փաստաբանի մասին է խոսքը եւ կան համապատասխան տրված հաղորդումներ հանցագործության մասին, ես էլ կաշտկանված եմ մեր էթիկայով, այդ մասին չեմ խոսում, բայց հորդորում եմ բոլորին մեր դատավարությունը նայեն կհասկանան ինչի մասին է խոսքը։ Զուտ իմ էթիկայի կանոններով, իմ գործընկերն է, էթիկայի կանոններով կաշտկանված եմ, բայց եթե որևէ մեկը հանցանք է կատարել, միանշանակ պատժվելու է օրենքի շրջանակներում, որովհետև մենք այն պաշտպանական կողմն ենք, որ գնալու ենք մինչև վերջ։ Ձեր միջնորդության հետ կապված, հա, կալանքը ըստ էության վերաբերում էր փոխելուն, բայց չարարկեցիք, եթե կալանքը վերացնի, հա, դատավորը որոշում կայացնի։ Սրա հետ կապված բավականին ծավալուն հիմնավորված, հա, մի շարք դրույթներով, մի շարք կետերով հիմնավորված միջնորդություններ, ձեր կարծիքով արդյոք դատավորը նորից չի հետաձգի, ասելով, որ դեռևս այլ փուլում են գտնվում եւ երբ որ բանը կհասնի այդ ձեր ներկայացրած կետերին եւ այդ կետերը, եւ այդ առարկությունները, որոնք դուք ասել եք, կհաստատվեն, այն ժամանակ արդեն կքննարկվի կալանքի հարցը։ Չէ։ Դատանը կամ բավարարելու է, կամ մերժելու է։ Ես ասացի, որ օրենսդրական փոփոխություն կա, արդեն բավականին երկար ժամանակ է, Հայաստանում կա տնային կալանքի ինստիտուտ։ Սահմանադրությունը միջազգային չափանիշները ինչ են ասում, ասում են, որ եթե անձի նկատմամբ բարելավող նորմ, այդ նորմը պետք է կիրառվի։ Հիմա ես չեմ ասում բաց թողեք, թող գնա։ Չնայած նախկինում $30,000 դրսում ա եղել։ 15 միլիոնով, այսինքն, եւ որևէ գործողություն չի արել, որևէ կերպ չի խոչընդոտել, եւ դրա մասին է նաեւ այն, որ գրավը հետ է վերադարձվել։ Ես հիմա ասում եմ կիրառեք տնային կալանք, որովհետեւ հիմա թույլ է տալի դատավարությունը, որպեսզի ավելի հանգիստ լինեք։ Կիրառեք տնային կալանք համակցված գրավով
գրավի կիրառմամբ, այդ թվում ստորագրություն չհեռանալու խափանման միջոցով, դե նախկին դատավարության մեջ ենք, էլի ով չի հասկանում, բացատրենք։ Բայց նաև հիմնավորեցի, որ Վահագն Աբգարյանը ատամնաբուժարան գնալու պարագայում, որ ով է հետևում, բացի ոստիկանությունից։ Եթե օրինակ մենք ցանկություն ունենայինք, որ որևէ մեկին հանդիպի, որևէ բան կատարվի, մենք ինչ-որ մի բան կկազմակերպեինք, այդ նույն ատամնաբուժարանում կողքի բժշկի մոտ կբուժվեր որևէ սուբյեկտ, որի հետ ինքը կսկսեր կապի մեջ լինել։ Նույնիսկ երեխային, իր աղջիկ, մեծ աղջկան թույլ չեմ տվել, որ գնա հորը տեսնի։ 7 տարի է, աղջիկը իր հորը չի տեսել։ Սա խոշտանգման մասին է, սա կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասին է։ Մենք գիտենք, չէ, որ մեր գանգատը արդեն եվրոպական դատարանում է, կոմունիկացիան անցել է, հետևաբար, այսինքն ավելի ճիշտ կոմունիկացիոն փուլում է, բայց կառավարությունը շուտով անդրադառնալու է այս գործին։ Ուստի այն բոլոր իրանց ենթադրությունները, այդ թվում Վանաձորի դատարանից պատասխանը խոսում են միայն մի բանի մասին, որ Վահագն Աբգարյանը փաստացի գտնվում է առանց դատավճռի, պատժի, կրման տակ։ Եվ ըստ էության միանշանակ սա խոշտանգման մասին է։ Ձայնագրությունների հետ կապված ես տեղյակ չեմ, կա ինչ-որ գործ, այ ակնհայտ փաստեր եք ներկայացնում, ձայնագրությունները խեղաթյուրվել են, կրճատվել են, փոփոխվել են, ընդհուպ միջև աղավաղվել են, սկավառակների մի մասն էլ գոյություն չունի։ Քրեական հետապնդման գործ չէ սա։ Միանշանակ, ինչ ասի։ Հիմա ազգային անվտանգության ծառայության պետի Աբազյանի տեղակալներից մեկը Եսայի Մկրտչյանն է, որը նախկինում եղել է հակահետախուզության վարչության պետ, այսինքն ժողովրդին ասած կոնտրռազվեդկի պետը, որը վերցրել է փաստացի ՕՀՄ-ները։ Այդ ՕՀՄ-ները, որը ինքը ձեռք է բերել դատարանի որոշումից դուրս, առանց հետաքննության, առանց նախաքննության, առանց քրեական գործ հարուցելու, առանց քննիչի հանձնարարության։ Պիտի կրի պատիժ ապագայում, չխախտենք իր անմեղության կանխավարկածը։ Միանշանակ, եթե արդարացվեց, կրելու է պատիժը։ Ու կապ չունի ինքը ով է։ Իհարկե։ Այսինքն հակընդդեմ հայց կամ առանձին հայց։ Տեսեք, հիմա մենք ինչ ենք ասում։ Ես հասկացա ինչ եք ասում։ Եթե մենք այս պայդրությամբ ասում ենք Վահագն Աբգարյանը կալանքի տակ առանց դատարանի որոշման, այսինքն որոշումը նրա մասին չի, որ պետք է լինի կալանք։ Այդքանից հետո մեր տրված հաղորդումը ոչ միայն վարույթ չեն նախաձեռնում, ընթացք չեն տալի, որ Վարդազարյան Ռուբիկը հանգարց չարդարացվի։ Դուք ո՞նց եք պատկերացնում։ Պետք է Աբազյանի տեղակալի վերաբերյալ հենց հիմա հաղորդում տամ, ընթացք տան։ Ազգային անվտանգության ծառայություն դիմել ենք, քննչական կոմիտե դիմել ենք, ոչ թե վարույթ են նախաձեռնում, հետապնդում չեն հարուցում, այլ առհասարակ ընդհանրապես միացած թեթև արձանագրություն են կատարում։ Դրա համար մենք միասին հարցազրույց ենք, չէ՞, ունեցել, որ նախկին ԲԴԽ-ի նախագահան այսօր դատվում է, չգիտես ինչի համար։ Չկա կալանքի առարկա, բայց կա փաստացի դատավորի դատապարտում, ապագա դատապարտում։ Հիմա եթե մեզ ասեն, որ մենք խնդիր ստեղ ունենք, նա անդե արդարացվելու է, իսկ այս իշխանություններին ձեռա տալի Վարդազարյան Ռուբիկի արդարացումը։ Մենք բոլորս գիտենք, որ ոչ։ Շատ խճճված։ Ու չգիտես ինչի էս ամեն ինչի կենտրոնը Վահագն Աբգարյանին են բերում, ամեն անգամ օգտագործում գցում անունը, գործը, հեղինակությունը։ Այս կծիկը պետք է քանդվի։ Ես եմ շնորհակալ։